Առասպելներով ու պատմություններով պատված երերույթի տաճարը հիացնում է իր ճարտարապետական վեհությամբ ու գեղեցկությամբ։ Ավելի քան 1.5 տարի գիտնականները փորձում են բացահայտել տաճարի առեղծվածը։ Ոմանք այն համարում են հեթանոսական մեհյան, իսկ ոմանք էլ Հայաստանի առաջին քրիստոնեական եկեղեցիներից մեկը։ Հեթանոսական տաճար թե առաջին քրիստոնյաների եկեղեցի է եղել երերույթը։ Չմոռանաք հավանել այս տեսանյութը եւ բաժանորդագրվել ալիքին։ Ախուրյան գետի ծախախապին ոչ մեծ բարձրունքի վրա բարձրանում է հայոց ճարտարապետության ամենահանելուկային հուշարձաններից մեկը։ Երերույթը ոչ միայն հայկական տասական ճարտարապետության, այլ քրիստոնեական վաղ շրջանի կառուցողական արվեստի նվաճումներից է։ Տաճարը կառուցված է ընդարձակ բնական ժայռոտ տեղանքի 6 աստիճան պատվանդանի վրա, անի բաց նարնջակույն դուֆից։ Այս հոյակերտ տաճարը ավելի քան 1.5 դար գիտնականների սուրբանավեճի առարկա է եղել։ Մասնակետները մինչ օրս տաճարի կառուցման եւ սկզբնական նշանակության հարցում համաձայնության չեն գալիս։ Զարմանալի է, որ մեզ հասած ձեռագիր մատյաններում տաճարի մասին որևէ հիշատակություններ չի հանդիպում։ 1842 թվականին երերույթի տաճարը կարելի ասել հայտնաբերել եւ ուշադրության է արժանացրել եկեղեցական գործիչ Հովհաննես Շահխատունյանցը։ Նա առաջին գրավոր տեղեկությունն է թողնում մինչ այդ ոչ հայ եւ ոչ էլ օտար պատմիչների մոտ երբևէ չհիշատակված տաճարի մասին։ 1907 թվականներին երերույթին նվիրված երկու արշավ է կազմակերպվել, որից հետո Նիկողայոս Մարը գրել է բազիլիկի մասին առաջին մենագրությունը։ Նա երերույթը նմանեցնելով դեկորի տաճարին եզրակացրել է, որ երերույթը նույնպես լինելով նույն իշխանական տոհմի տիրույթներում կառուցվել է 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին կամ սարականներից մեկի կողմից։ 1911 թվականին Թորոս Թորամանյանը գրում է, որ ըստ նրա դեկորի եւ քասախի տաճարները պարզապես հեթանոսական մեհյաններ են։ Իսկ երերույթը, եթե ոչ մեհյան, մեհենական ձևերի ազդեցության տակ կառուցված վաղ քրիստոնեական տաճար է։ Սակայն նա չի բացառում այն տարբերակը, որ երերույթը նույնպես հեթանոսական տաճար է, սակայն ավելի ուշ ձևափոխված, քան դեկորի եւ քասախի տաճարները։ Համաձայն Թորամանյանի նկարագրության նկատելի են տարբեր ժամանակաշրջաններում հուշարձանի վրա կատարված վերակառուցումներն ու հավելումները։ Նրա կարծիքով այս ամենը արված է մեծ վարպետությամբ եւ գեղարվեստական ճաշակով, ստեղծելով ժամանակի ճարտարապետական ոգուն համահունչ նոր եւ առավել բարդ ու ամբողջական կառույց։ Ուսումնասիրողները միաձայն ընդունեցին Նիկողայոս Մարի տեսակետը, ընդ որում երբևէ չհիշատակելով Թորամանյանին։ 1986 թվականին առաջ է քաշվել մի տեսակետ, ըստ որի իր հատակագծային եւ ծավալատարածական հորինվածքով երերույթը որոշ ընդհանրություններ ունի 5-րդ դարի ասորական եւ փոքրասիական մի խումբ բազիլիկների հետ։ Անդրադառնալով երերույթի տաճարին հնակետ Անատոլի Յակոբսոնը համոզված էր, որ այն չունի իր նմանակը ոչ սիրիական, ոչ էլ փոքրասիական ճարտարապետության մեջ։ Իր չափերով ավելի փոքր դեկորի տաճարի երերույթի նմանակի առկայությունն ավելի է համոզում, որ այս հուշարձանը հայ ճարտարապետների ինքնուրույն ստեղծագործության արդյունք է։ Նա նաև մատնանշեց երերույթի եւ հին հռոմեական եւ վաղ բյուզանդական տաճարների նմանությունները, ինչը նրա կարծիքով վկայում է հենց շինության հեթանոսական ծագման մասին։ 1928 թվականին ձեռնարկվել են բազիլիկի պահպանության առաջին միջոցները։ 1985-ից 86 թվականներին հնակետ Ֆելիքս Տեր Մարտիրոսովը նույնպես հետազոտություններ է իրականացրել ճշտելու համար այստեղ ավելի վաղ հուշարձանների առկայությունը։ Չնայած հնակետին առավել հետաքրքրող անտիկ շերտի բացակայությանը, նա մանրամասն հետազոտում է տարածքը եւ փաստագրում տաճարից արևելք գտնվող մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակով թվագրվող Գրոմլեխը եւ բաց զոհասեղանը։ Սակայն առավել հետաքրքրական է նրա կողմից տաճարից հյուսիս գտնվող երկու կետնափոր վաղ քրիստոնեական հավաքատեղիների բացահայտումը։ 1987-88 թվականներին ճարտարապետ Վահագն Գրիգորյանը ղեկավարել է համալիրի մաքրման լայնածավալ աշխատանքները։ Ըստ Վահագն Գրիգորյանի տաճարը կառուցվել է մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում, Երևան 4-րդ վերջինի ժամանակ։
2011 թվականին կատարված բեղումների ժամանակ նկատվել էին վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երևույթ։ Շատ ընդարձակ մի տամբարանադաշտ, որտեղ 7-8 պատվանդան կա։ Բեղումների արդյունքում բացահայտվել է, որ 11-րդ դարում եկեղեցու շուրջ թաղվել են հատկապես կանայք, մանկահասակ եւ նորածին երեխաներ։ Երերույթը զարգացած միջնադարի մեզ հայտնի հայկական ճարտարապետության հիմնասյուներից է։ Ճարտարապետական որոշ մանրամասեր եւ շքամուտքերի հորինվածքը ելակետային են դարձել հետագա դարերի հայ ճարտարապետության համար։ Նրա յուրահատկությունը կայանում է տեղական ավանդույթների եւ իր ժամանակի համար նորարարական ճարտարապետական լուծումների օրգանական համադրության մեջ։ Բազմաթիվ վերակառուցումներն ու լրացումները, որոնք կատարվել են բարձր վարպետությամբ, ստեղծել են ամբողջական ճարտարապետական համույթ, որը մեծ ազդեցություն է ունեցել հայ եկեղեցական ճարտարապետության հետագա զարգացման վրա։ Այս տաճարը պարզապես ճարտարապետական հուշարձան չէ, այլ հեթանոսական անցյալի եւ քրիստոնեական ներկայի լուրվակա, հայկական ճարտարապետության հիմնասյուներից մեկը, որը շարունակում է իր գաղտնիքները պահել հետազոտողների ապագա սերունդների համար։ Չմոռանաք հավանել այս տեսանյութը եւ բաժանորդագրվել ալիքին։